Սկսենք հարցազրույցը հյուրս Արթուր Խաչատրյանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր հայ հեղափոխական դաշնակցության անդամ, շնորհակալ եմ շատ որ եկաք, այսօր սեպտեմբերի 27-ն է, իրականում վերջին 5 տարիների ընթացքում սեպտեմբեր ամիսը թեպետ անկախության օրը նշում եք սեպտեմբերին, բայց ավելի շատ բացասական օրեր կան անկախության օրվա կողքին։ Կխնդրեի կարճ ակիրճ կիսվել ձեր հիշողություններով եւ տպավորություններով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի օրվա հետ կապված, որոնք էին ամենատպավորված առաջին զգացողությունները, երբ պարզվեց, երբ իմացաք, որ պատերազմը սկսվել է։ Երևի առավոտ 7:30-ի կողմերն էր, երբ Գեղամից Մանուկյան բոլորս ստացանք այդ հաղորդագրությունը, որ պատերազմ է սկսել։ Երևի 8:30-ի կողմերը արդեն բոլորս գրասենյակում էինք։ Ժամը 10-ն էր հավանաբար, 10:30, երբ դաշնակցական կամավորականները կազմ ու պատրաստ հավաքվեցին Կարամ Մանուկյանի արձանի մոտ։ Երեկոյան արդեն համալրված էր առաջի վաշտը, ինչևէ, մեր կամավորները հասան առաջնագից ավելի շուտ, քան հարտգործնախարարը արտերկրից հասավ Հայաստան։ Իհարկե Հայաստանի իշխանությունների հետ կապ հաստատեցինք, հայտարարեցինք, որ անկախ քաղաքական տարաձայնություններից մենք մեր ողջ կարողություններով թե Հայաստանում, թե Սփյուռքում կանգնած ենք Հայաստանի կողքին, Արցախի հանրապետության կողքին, բայց հետագան ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները հավանաբար այլ նպատակներ ունեին, որովհետև պատերազմի կառավարումը պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, եւ իր խոստման կատարումը, թե նենց տեղեկություններ ունեն, որոնք անհույս կցնցեն Ադրբեջանը, բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ինչի զորահավաք չկազմակերպվեց։ Զորահավաք կազմակերպվեց, մոբիլիզացիան հայտարարվեց, բայց արդյոք Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ պատերազմական գործողությունների մեջ էր մոբիլիզացիա հայտարարելու համար։ Արդյոք սա ինքնին չէր առաջացնում իրավիճակ, երբ Հայաստանը ինքնին պատերազմ էր հայտարարում Ադրբեջանին մոբիլիզացիա հայտարարել։ Մոբիլիզացիա չհայտարարվեց։ Ինչ որ մոբիլիզացիա եղավ իհարկե, այնուհետև կար Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեղատոմսը, կազմեք կամավորական ջոկատներ եւ գնաց։ Հա, բայց դուք կազմեցիք, չէ՞, կամավորական ջոկատներ եւ գնաց։ Մենք կազմել էինք մինչեւ Նիկոլ Փաշինյանի կոչը, սկսենք դրանից։ Գիտեք, մարդ որ իրան կոչում է գլխավոր գերագույն հրամանատար, ինքը չի ասի կամավորներ կազմեք, ձեր մեջից ընտրեք ղեկավար, գնացեք եւ հաղթեք։ Ինքը պետք է պետությունը խաղաղ պայմաններից տեղափոխել ռազմական պայմանների։ Հայաստանը պատերազմի մեջ չէր գտնվում, պարոն Խաչատրյան, ինչպես կարող էր Հայաստանը ռազմական ռելսերի վրա դրվել, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չկար, կար պատերազմ Արցախի հանրապետության եւ Ադրբեջանի միջև։ Գիտեք, լավ հարց եք տալիս իհարկե, այդ հարցերը պետք է Նիկոլ Փաշինյանին տալ, մենք տալիս ենք չի պատասխանում։ Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի եղել, ինչ են խաղաղության պայմանագիր կնքում։ Խաղաղության պայմանագրերը կնքվում են պատերազմող կամ պատերազմած երկրների միջև։ Բայց քիչ առաջ ասացիք, որ մոբիլիզացիա պիտի հայտարարվեր, պետությունը ռազմական ռելսերի վրա պիտի դրվեր։ Այո, որովհետև հիմա պիտի դրվեր, թե չպիտի դրվեր։ Պետք է դրվեր։ Պետք է դրվեր։ Եվ ավտոմատ մտնել Ադրբեջանի հետ պաշտոնապես պատերազմի մեջ։ Ու Ադրբեջանի մեջ արդեն պատերազմի մեջ էր։ Հայաստանի ֆորմալ էինք պատերազմի մեջ, դե ֆակտո էինք պատերազմի մեջ, թե դե յուրե։ Դե ֆակտո պատերազմի մեջ ենք եղել։ Դե յուրե Հայաստանը Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել, Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ ֆորմալ չի հայտարարել, բայց Ադրբեջանը սկսած 88 թվականից Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանի դեմ արդեն ոտնձգություններ էր կազմակերպում։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Որևէ կերպ սահմանվել է, ինչ ասել է անվտանգության երաշխավոր միջազգային իրավունքով։ Դու այնտեղ ես, որպիսի Արցախի Չէ, որևէ կերպ օրենքով ազգային ժողովի կողմից, օրենսդիրի կողմից
սահմանվել է, ինչ ասել է Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր։ Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում սա ամրագրված որևէ կերպ եղել է, որ เป զի պետությունը հստակ պարտավորվածություն ունենա ներքին օրենքներով, սահմանադրությամբ, ներքին կանոնակարգերով գնա երաշխավորելու Արցախի անվտանգությունը, թե սրանք եղել են քաղաքական հայտարարություններ։ Դրանք եղել են պետության կողմից գործողություններ, հայտարարություններից բացի։ Հստակ կա գործողություն։ Դրանք ամրագրված են եղել որևէ կերպ։ Օրենքներով չես կարող ասել, Բայց ինչպես կարող ես քաղաքական բայց Հայաստանի հայտարարություններով Հանրապետությունը օրինակ հայտարարել էր հստակ, որ ինքը չի համաձայնվի որևէ որոշման, որը Արցախի իշխանություններին դեմ է։ Եվ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանությունների հետ համատեղ ապահովում էին Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հիմա ներքին օրենսդրություն կար թե չկար, դրանից ոչ տաք ոչ սառը։ Չնայած մենք որպես դաշնակցություն հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն։ Շատ բարի։ Ինչ չի արել Նիկոլ Փաշինյանը, որ դուք կանեիք պատերազմի մեկնարկի պահից։ Արդեն post-factum, փաստ է, որ պատերազմը սկսվել է։ Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացիան հայտարարել է։ Կամավորներին ուղղորդել էր դեպի Արցախի Հանրապետություն։ Տրամադրել է բավարար զենք զինամթերք, այդ մոբիլիզացիա կոչվածի շրջանակներում զինվորականները աշխարհազորայինները մեկնել են Արցախ ռազմական գործողություններին մասնակցելու։ Ինչ կանեիք դուք, որ չի արել Նիկոլ Փաշինյանը։ Նախ առաջինը չէինք հասցնի բանը պատերազմի։ Եկեք ամենակարևոր հարցը ասենց շրջանցենք։ Բանակցությունների ձախողումը բերեց պատերազմի։ Իսկ բանակցությունների ձախողման հիմքը դրեց Նիկոլ Փաշինյանը։ Ոչ միայն դա մասին չի, որ Արցախը Հայաստանը եւ այլ, դրան դեռ կհասնենք։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ այդ հետաձգված հանրաքվեի գաղափարը դուրս չի գալի։ Բայց Սերժ Սարգսյանն էլ դուրս չէր գալիս։ Գիտեք, ինձ էլ շատ բան դուրս չի գալի, բայց Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները բան, այսքան նախորդ չէ, սկսած 2004 թվականից որպես հիմք ընդունել էին հետաձգված հանրաքվեի գաղափարը։ Բայց ինչու Ադրբեջանը չէր ընդունում։ Հայաստանն էր ընդունել, Ադրբեջանը սկզբունքորեն ընդունել էր եւ հիմա մանրամասների մասն էր խոսքը։ Այսինքն, երբ մի կողմը գոնե ձևականորեն շարունակում է բանակցությունները, մյուս կողմը վերակենում եւ այսենց Իրան Ալեքսանդր Մակեդոնացու տեղը դնում եւ փորձում է Գորձյան հանգույցը կտրել, ասելով ես չեմ ուզում այդ հետաձգված հանրաքվեն, ես չեմ ուզում այս ֆորմատը, դու ինչ ես անում, դու խափանում ես բանակցային գործընթացը, բանակցային գործընթաց, որը գնում էր Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի հովանու ներքո։ Արդյունք տալիս է, դու ունեիր թուղթ բանակցությունների արդյունքում ծնված, որը Ադրբեջանը չէր ընդունում։ Ով ասես չէր ընդունում։ Եթե ընդունում էր, ինչու չգիտեմ։ Որովհետև գնում էր մանրամասների շուրջ քննարկումներ, սկզբունքային համաձայնությունը կար։ Դա մեկ, երկրորդը, բանակցությունները, որոնք դեռևս չէին բերել արդյունքի, չի նշանակում բանակցությունների ձախողում։ Դա տարբեր խնդիր է։ Մենք ունենք խնդիր եւ մենք վիճում ենք։ Հիմա Կիպրոսի հարցը քանի տարի են բանակցում։ Քանի տարի են բանակցում։ Լատինական Ամերիկայում բազմաթիվ վեճեր կան։ Եվրոպան անդամ երկրների մասին եք խոսում, հավանաբար, ՆԱՏՕ անդամ երկրների մասին եք խոսում, հավանաբար, որոնք ամեն դեպքում ունեն հեգեմոն, որը շատ հանգիստ կարող է համակարգել եւ Անկարայի եւ Աթենքի ցանկությունները։ Իսկ Նիկոսիայի։ Այդ թվում Նիկոսիայի։ Այդ համատեքստը։ Այդքան չկա, խնդիրն ինչու՞մ է, կա այսօր վեճ։ Այդ երկու երկրների միջև իդեպ ՆԱՏՕ-ի մի անդամը ներխուժեց մյուսի եւ պրոտեկցիայի տակ գտնվող երկիր, եթե դուք ուզում եք։ Պրոտեկցիայի ոչ թե մաս։ Պրոտեկցիա, այո, Կիպրոսը Հունաստանի մաս չէր։ Այո, Հունաստանի պրոտեկտորատ բառն էլ չասենք, Արցախն էլ Հայաստանի պրոտեկտորատ։ Այո, բայց ի նկատի ունեմ ՆԱՏՕ-ի փաստ լինելը, մի հասնենք կգանք դրան։ Կա օրինակ Կիպրոսի վեճ, եւ ինքը շարունակվում է, բայց դա չի նշանակում ինչ որ մեկը պետքա վեր կենա, ղժղժա այդ ամեն ինչը։ Որովհետև կա հեգեմոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ երկու դաշնակիցների միջև պատերազմ թույլ չի տա։ Բայց պատերազմը եղավ արդեն։ Ավարտվել է եւ ստատուս քվո է հաստատվել։ Վերջ։ Լավ, ստատուս քվո հաստատվել էր նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Արցախի միջև։ Բայց մենք խոսում ենք ՆԱՏՕ անդամ երկրների մասին։ Տարբերություն։ Մեծ, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն հանդիսանում մեկ ռազմաքաղաքական կառույցի երկու անդամներ, որ ունի հեգեմոն պետություն եւ որը կարող է թելադրել այնինչ թելադրում է Ամերիկայի բանակցությունները պատրել, գցել եւ պատերազմ անելու հետ ինչ կապ ունի։ Բայց արդյոք բանակցությունները ավարտին մոտեցած չէին արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր մի փաստաթուղթ, որը մշակվել էր 2018 թվականի հունվարին Կրակովում, որը Նիկոլ Փաշինյանը ինքն է հրապարակում,
որը ասում էր Արցախի կարգավիճակը որոշվելու է ժողովրդի ազատ կամ արտահայտության միջոցով պարտադիր ուժ ունեցող, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր, որին մասնակցելու էին հայերը եւ ադրբեջանցիները նույն համամասնությամբ, ինչ որ եղել է մինչև հակամարտությունը, որի լեգիտիմությունը երաշխավորել է միջազգային հանրությունը։ Սա այն բանակցային ժառանգությունն է, որ ինքը ընդունել էր։ Սա էր կարգավորման խնդիրը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը իրեն մեղավոր ճանաչում է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության։ Ոչ, Ինչու։ որովհետեւ հայ հեղափոխական դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանին իշխանության չի բերել։ Հայ հեղափոխական դաշնակցությունը որքան ժամանակ է Հայաստանում իշխանության մաս կազմել։ 11 տարի, 11-12 տարի։ Հարց չի առաջանում, թե ինչու հայ հեղափոխական դաշնակցությունը նորագույն պատմության ընթացքում Երրորդ հանրապետության չի կարողացել վերցնել բացարձակ իշխանություն, վերադաստիարակել ճակերտներում հասարակությունը եւ տարել հասարակությունը այն քաղաքական գաղափարներին, որոնք ինքը պիտի տաներ։ Ինչու չի հաջողել որ դաշնակցությունը, որ հաջողել է քաղաքացիական պայմանագիրը, կարող եք ասել։ Դաշնակցությունը քաղաքական մեծամասնություն չի կազմել։ Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի ներողություն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մաս է կազմել կառավարությանը, Սերժ Սարգսյանի ինչ որ մի ժամանակահատված, կարճ ժամանակահատված եղել է իշխանության մաս, սա է իրականությունը, բայց Հայաստանում տասնյակ կուսակցություններ կան, որոնք չեն կազմել բացարձակ իշխանություն։ Այս ինչ հարց է։ Հարցը որտեղից ծագեց։ Հարց ընդերից Տասնյակ կուսակցություններ կան, հավանաբար հայ հեղափոխական դաշնակցությունը ամբողջական համապարփակ ծրագիր հասարակությանը չի ներկայացնել վերցնելու ավելի շատ ձայներ, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նույնը տեղի ունեցել 2021 թվականին։ Նույնը տեղի ունեցել վերջին 4 տարիների ընթացքում։ Դուք հիմա Հայաստան դաշինքի 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը խաբեց ժողովրդին եւ ձայներ կողմից։ Խաբեց, որովհետեւ դուք չկարողացաք համոզել։ Սա առաջինը։ Դուք չկարողացաք համոզել, դրա համար ինքը կարողացավ խաբել, ինչպես դուք եք ասում։ 2021 թվականից ի վեր հայ հեղափոխական դաշնակցությունը հանդիսանում է երկրորդ ամենախոշոր խմբակցության, առաջին ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության մաս։ Այո։ 4 տարի շարունակ հայ հեղափոխական դաշնակցությունը որևէ ծրագիր, այդ թվում նաև Հայաստան դաշինքի կազմում չի ներկայացրել իբրև այլընտրանք։ Ես համաձայն չեմ։ Ինչ այլընտրանք է ներկայացրել։ Ոչ, ես ձեզ սկզբունքորեն համաձայն չեմ, դուք իրականությունը աղճատում եք եւ շատ խնդրում եմ, ասեք իրականությունը։ Այդ դեպքում ուրեմն մի աղճատեք, ասեք ինչա ներկայացել, որտեղ ոչ թե սկսեք բացասական սխալ պնդում։ Քաղաքական ծրագիր։ Այո, քաղաքական ծրագիր ներկայացվել է նախընտրականից բացի, նաեւ լուծումները ինչ պետք է արվի այս իրավիճակից դուրս գալու համար։ Այլ խնդիր է, որ միգուցե դեռևս հասարակության մեծամասնությունը այդ ծրագրի հետ համընթաց չի։ Շատ լավ, այսինքն հասարակությունն է մեղավոր, որ ձեր լավ ծրագիրը չի ընդունում։ Ես բան չեմ ասել, ձեր խոսքերին բերանը մի դրեք։ Ես ասում եմ այսինքն։ Չէ, տես բան չի։ Հետապես ենթադրվում է։ Ոչ, որովհետև կա ընտրություններ, լավ, եղան ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, կեղծ խոստումներ տալով, մենք երկրորդ քաղաքական ուժն ենք, Հայաստան դաշինքը, որպես կուսակցություն երկրորդ ներկայացվածությունը ունենք, եւ մենք ունենք մեր մոտեցումները, ինչ պետք է արվի։ Բայց դա վերկենալ ասել չի ներկայացվել, դա կեղծ եւ սուտ պնդում է։ Շատ բարի, գուցե հաջող չի, այս քննարկումները կուսակցությունում չեն անցկացվում կամ խմբակցում։ Իհարկե անցկացեն, միշտ Եվ 4 տարվա ընթացքում ինչ արդյունքի եք եկել քննարկումների արդյունքում։ Մեր մարտավարության, մեր մոտեցումների հստակեցումը ճշգրտում է տեղի ունեցել։ Ես հասկանում եմ դուք խոսակցություն 2026 թվականին սպասվում են ընտրություններ։ Եթե արտահերթ իհարկե չլինեն Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Այո։ Ինձ համար իբրև քաղաքացի հետաքրքիր է, ով է հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության պաշտպանության նախարարի թեկնածու։ Ով է։ Կամ առողջապահության, ավելի կարևոր։ Իսկ ով ասեց, որ հեղափոխական դաշնակցությունը ինքը գնալ է միայնակ եւ ասել է սա այն վարչապետն է, սա առողջապահության նախարարն է, սա կրթության նախարարն է։ Ի տարբերություն այսօրվա օրինակ Նիկոլ Փաշինյանի դեռևս 20 թվականին, երբ մենք առաջարկում էինք հայերենիքի, երբ մենք առաջնորդում էինք հայերենիքի փրկության շարժումը, մենք չէինք ասում գնացեք մենք ենք գալու, մենք ասում ենք ստեղծենք մարմին, որը բաղկացած լինի նախկին նախագահներից, նախկին վարչապետներից, պաշտպանության նախարարներից։ Ստացվեց, որ բոլոր առաջարկները չեն հաջողել։ Իսկ գուցե կուսակցությունը ինքը հանդես գա իր առանձին ուժով, առանձին ձևաչափով։ Դա չեմ բացառում ես, բայց եթե որոշեն գնանք մենակ, դա որոշում է ժողովը։ Դուք հավատում եք հայ հեղափոխական դաշնակցության ուժերին։ Իհարկե հավատեմ, այլապես։ Եթե հավատում եք, ինչու եք միշտ հույս դնում դաշինքների վրա։ Որովհետև մենք ավելի լայն ճակատով գնալու կողմնակից ենք։ Դաշնակցությունը ինքնին ամենալայն դաշինքն է Հայաստանում, որովհետև ներառում է ամբողջ աշխարհով մեկ հայկական բազմաթիվ կազմակերպություններ։ Ավելի լայն կուսակցություն Հայաստանում չկա։ Ավելի լայն կուսակցությունը
Դուք ասում եք Հայաստանում չկա, վստանում եք գլոբալին։ Այո, մենք գլոբալ ցանց Որտեղ ինքը համաշխարհային կուսակցություն Այո, է։ մենք գլոբալ կուսակցություն ենք, բայց Հայաստանի ներսում մենք միշտ նախընտրել ենք հանրային համերաշխությունը, կոնսոլիդացիան եւ դրա համար գնացել ենք դաշինքներով։ Քաղաքացիական պայմանագիրը հույս չի դրել դրա վրա եւ հաղթել է ընտրությունները։ Քաղաքացիական պայմանագիրը 18 թվականին գնացել է իմ քայլը դաշինքով։ Ինչ եք սխալ բաներ ասում։ Բայց 2018 թվականին միևնույն է դրա հիմնական առաջնորդը եղել է Նիկոլ Փաշինյանը իր թիմով, ճիշտ է։ Իսկ 21-ին ինչպես ընտրվեց պատերազմից հետո։ 21 թվականին կարողացավ օգտագործել իր լծակները, արտաքին ազդեցությունը, սուտը, կեղծիքը, ճնշումները եւ ընտրվեց։ Հիմա դուք իդենտիֆիկացրել եք, չէ՞, խնդիրները։ Իհարկե Ինչպես եք հակազդում այդ խնդիրներին։ Այլընտրանքային լուծումներ առաջարկելով Խնդրեմ, ներկայ- վեր հանելով այն բոլոր թերությունները, որ Վերհանված այսօր են կա։ բոլոր թերությունները Չէ, տես բան վերհանված չկա։ են։ Բոլոր Չկա թերությունները։ տես բան։ Պարոն Խաչատրյան, ձեզ թվում է որ հասարակությունը չի հասկանում խնդիրների մասին։ Դուք հասարակությունը չեք, դուք ասում եք բոլորը վերհանված է, ասեմ բոլորը չեն։ Որոնք Կան վերհանված բազմաթիվ չեն, խնդիր- խնդրում եմ ասել։ Տնտեսականից Երեք սկսած խնդիր վերհանեք։ արտաքին քաղաքականության մեջ Վերհանված չեն խնդիրները։ ես կարծում եմ, որ խնդիրը կա, դուք կարծում եք խնդիրը չկա։ Հասարակության երրորդ անձը այլ մոտեցում ունի։ Այսինքն դու պետք է ներկայացնես, որոնք են Շատ բարի։ Շատերը Վերհանող համոզված ով է, են։ վերհանող ով է։ Նաև մենք։ Այսինքն քաղաքական կուսակցությունները, քաղաքական կուսակցությունները իրենց գաղափարախոսություններով պիտի ուղղորդեն հասարակությանը, որովհետև պայմանական հաց թուխը, Տիկին Անահիտը, որ հիմա հաց է թխում մեզ համար, քաղաքական բավարար գիտելիքներ եւ ցենզ չունի, չէ, որ հասկանա որոնք են հիմնական խնդիրները։ 4 տարի է անցել, 4 տարի դուք ինքներդ եղել եք падգամավոր։ Տիկին Անահիտին պետքա իրան հասու բառամթերքով ներկայացնես խնդիրները։ 4 տարի։ 4 կամ ավելի 14, ի՞նչ է նշանակում 4 տարի։ 4 տարի է անցել, դուք 4 տարի է падգամավոր եք։ Եվ հիմա նայում եք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, չէ։ Հա, բայց ամենաբարձրն կա, բարձրն է։ Հետո ինչ հավաքական անդիմությանն ավելի բարձր է, չէ։ Հաշվարկել եք։ Հա, ես չեմ հաշվարկել, բայց բոլոր հասարակական կարծիքի ուսումնասիրման տվյալները դա են ցույց տալիս։ Միևնույն է ոչ։ Ով ասես որ։ Որն է Թվաբանությունը ես խնդրում եմ։ Բերեք օրինակներ, թե որոնք են, որ ընդհանուր ընդդիմությունը ավելի շատ քվեն ունի, քան Վերջի գելափի թվերը նայ։ 19% չէր գելափի թվերով Նիկոլ։ Մնացածը ինչքան է։ Մնացածին է շատ ավելի ցածր, եթե հաշվի չառնենք նոր ձևավորած Սամվել Կարապետյանի կուսակցությունը։ Ինչի հաշվի չկան, Սամվել Այդպես որտեղ Սամվել Կարապետյանը Կարապետյանը որևէ մեկի հետ համագործակցության հայտ չի Ես ներկայացրել, ասեմ, չեմ ասում, դիտարկեք։ ես ասեմ ոչ թե բոլոր, այսքան մի գունդ, երկու գունդ։ Կա Նիկոլ Փաշինյան իշխանություն մոնոպոլ եւ մոնոլիտ, մոնոլիտը թողենք, լավ, մոնոպոլ եւ կան ընդդիմադիր տարբեր կուսակցություններ, որոնց հավաքական ընդունվածությունը, որոնց նկատմամբ հավաքական վստահությունն ավելի մեծ է, քան թե Նիկոլ Փաշինյանի Այդ այն ընդդիմադիրներն են, որոնք իմպիչմենտի անգամ չեն կարողանում կոնսենսուսով հասնել ազգային ժողովում։ Լավ, կապ չունի, միևնույն է, նրանք ընդդիմադիր են, որոնք ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին։ Արտախորհրդանական բազմաթիվ ընդդիմադիրներ էլ կան, որոնք որևէ կերպ ինստիտուցիոնալ ընդդիմությանը չեն միանում ազգային ժողովի։ Եվ ուրեմն հաշվում եք եւ ստացվում Նիկոլ Փաշինյանից ավելի շատ ռեյտինգ ունեն։ Ես պարզապես պրիմիտիվ հաշվարկն եմ ուզում հասկանալ։ Պրիմիտիվ հաշվարկը նշանակում է, կա Նիկոլ Փաշինյան ունի 17%, չէ՞, եւ կան մյուս քաղաքական ուժերը, որոնց գումարային ռեյտինգն ավելի բարձր է։ Ինչպես կարելի է դա ուրանալ։ Դա ուրանալու կամ չուրանալու բան չի։ Թվաբանության հարցը դրեք գումարեք։ Հա, թվաբանության հարցը։ Դրեք գումարեք ուրեմն։ Եթե ամենաշատ ռեյտինգ ունեցող ընդդիմադիր ուժերը, անգամ իդեպ ուժել չի, կուսակցությունել չեն ուժը, որը երկրորդ տեղն է վերցրել վերջին գելափի հարցումներով։ Այսինքն դուք անգամ չեք կարող ասել ընդդիմություն, նրանք նախաձեռնություն են եւ շարժում։ Որը ընդդիմադիր նախաձեռնություն է։ Ընդդիմադիր բազմաթիվ շարժումներ կան, բայց կուսակցական, քաղաքական հայտ դերևս վերջնականապես հասկանալի է, բայց այդ ուժը կա։ Գումարեք իրար ընդդիմադիրները միևնույն է Նիկոլ Փաշինյանի ձայներին չեն հասնում։ Ինչու։ Դուք ինչու եք, ախր դուք սուտ պնդում եք անում, ես էլ եմ ասում։ Խաչատրյան, խնդրում եմ թվերով ապացուցեք։ Կամ խնդրում եմ թվերով ապացուցեք։ Եթե իմ պնդումը սուտ է, դուք ապացուցեք։ Բերեք ուրեմն կա ուրեմն մի Նիկոլ քաղաքացիական պայմանագիր, որը ունի համեմատական ավելի շատ ձայն, բայց կան այլ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժեր, որոնց գումարը հանրագումարն ավելի մեծ է, քան Շատ բարի եւ որոնք որևէ տեսակ կոնսենսուս չունեն միմյանց։ Ինչ կարևոր է, բայց կարևորն է, որ այդ բոլորը պիտի միավորես, որ Նիկոլ Փաշինյանի դեմ այդ քաղաքական ուժերը, ովքեր իրար միջև ունեն տարբերություններ, Գյումրիում կարողացան համաձայնվել եւ Սարիկ Մինասյանը, որը ստացել համեմատաբար ավելի շատ ձայն, այսօր ընդդիմությունն է։ Այդ մոդելը բարձ է։ Պարոն Խաչատրյան, ես դեմ չեմ ձեր պնդմանը, որ բոլորը միասին կարող են ունենալ Նիկոլ Փաշինյանից ավելի շատ ձայն։ Բայց խնդիրն է, վեճը նրա շուրջ է, որ անգամ ազգային ժողովում գտնող երկու ընդդիմադիր խմբակցությունները մինչև վերջ ազգային ժողովում լսումների ժամանակ չեն կարողանում գալ կոնսենսուսի իմպիչմենտի հարցով։ Լավ, մի հարցի շուրջ կարող է չունենալ։ Բայց դա ամենակարևոր հարցն է։ Դա մեխանիզմներից մեկն է, բայց իրանց ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանությունների
միասնական է, չէ, կարող ենք մենք ունենանք հանրապետականների հետ վեճեր, ինչը միշտ ենք ունեցել, այլ քաղաքական ուժերի հետ կարող ենք ունենալ, բայց միավորումը կա իշխանություն եւ Ընդդիմության գերխնդիրը ո՞րն է։ ընդհանուր ընդդիմության խնդիրը։ Ընդդիմության գերխնդիրը հիմա Ընդդիմության ո՞րն է։ գերխնդիրը կանխել են անկումը, որի մեջ է այսօր Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանին թողնելով կանխել, թե չթողնելով կանխել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ո՞նց է կանխում։ Շատ բարի, Նիկոլ Փաշինյանի գնալը առաջնահերթություն է ստացվում։ Նիկոլ Փաշինյանին գնալը անհրաժեշտ միջոց է։ Շատ լավ, առաջնահերթություն է։ Միջոց է, Լավ, առաջնահերթ միջոց է։ առաջնահերթ միջոց։ Այո։ Երկու ընդդիմադիր խմբակցություններ չեն կարողանում լեզու գտնել մեկ տեխնացուի շուրջ, impeachment հայտարարելու եւ հասարակությանը այլընտրանք Որովհետև մեր տրամադրելու։ խորը համոզմամբ տեխնացու պետքա սկզբից դու կարողանաս ձևավորել մեծ ճնշում, հետո առաջարկես տեխնացու, որը կծնվի։ Հիմա մեր գործընկերները այլ մոտեցում ունեն, բայց դա չի նշանակում, որ հիմնական նպատակը տարբեր է։ Շատ բարի, հիմնական նպատակը նույն ունենալ, բայց մեթոդների մեջ ունենալ սկզբունքային տարբերություն ավտոմատ հանգեցնելու է անհաջողության, պարոն Խաչատրյան, համաձայն չեք։ Այս impeachment-ի գործընթացի հետ, հա համաձայն եմ, դա համար էլ մենք այլ Չստացվեց, որ ընդդիմությունը միասնական չէ, ինչքան ուզում եք թվերը գումարեք իրար։ Ընդդիմությունը, եթե ընդդիմությունը բոլոր հարցերում միասնական լիներ, երկրում երկու կուսակցություն կներ ընդհանրապես։ Այդպես չի լինում։ Պարտադիր պայման չի։ Եթե բոլոր հարցերում մարդիկ իրար հետ համաձայն են, ընդդիմադիրները, ինչ են տարբեր Առաջնահերթ հարցում համաձայն է։ Առաջնահերթ հարցում, այո, բայց մեթոդ դա համար էլ ընդդիմադիր Բայց եթե այդտեղ չեն կարողանում լուծում գտնել, նշանակում է այդտեղ էլ անհամաձայն։ Ոչ, կրկնում եմ, կան տարբեր ընդդիմադիր ուժեր, որոնք միավորված են այնքանով, որ ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին, բայց կան մեթոդական տարբերություններ։ Եթե չլինեին այդ տարբերությունները, կլիներ մի Նիկոլ Փաշինյան եւ մի ընդհանուր ընդդիմություն։ Շատ բարի։ Հիմա ֆենոմենին, եթե դեմ չեք, պարոն Խաչատրյան։ Ֆենոմենին, որ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ըստ էության անհասկանալի քաղաքական ծրագիր, որոշել է հռչակել 4-րդ հանրապետություն 2026 թվականին, ջնջելով 3-րդ հանրապետությունը առաջին հերթին դրա հռչակագրով, միևնույն է, այդ նույն գելափի տվյալներով ինքը հասարակության շրջանում ունի ավելի շատ հավանություն, քան բոլոր ընդդիմադիր կուսակցությունները լավ իրար հետ վերցրած հավասար մի տոկոս է լավ է։ Որն է այս ֆենոմենը, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները այդ 19%-ի կողմից ընդունվում են դրական, իսկ այ ընդդիմադիրների բոլոր առաջարկները, եթե դրանք կան, որևէ կերպ չեն ընդունվում։ 17-3 էր, դա մեկ, երկրորդը ընդդիմադիրների ընդհանուր հավաքական ռեյտինգը ավելի բարձր է։ Նշանակում է, եթե մենք խոսում ենք պայմանական 4-րդ հանրապետության մասին, նշանակում է 4-րդ հանրապետության կողմնակիցների թիվը ավելի քիչ է, քան թե այդ պատկերացմամբ 4-րդ հանրապետության համակիրների հակառակորդների Սամվել Կարապետյանի կողմից սկսված շարժման տեսակետը գիտեք 4-րդ հանրապետության մասով։ Որևէ հայտարարություն չի եղել, որ նրանք դեմ են։ Այո, որևէ հայտարարություն, ինչպես է գումարում ընդհանուր ընդդիմադիրների։ Որովհետև դուք տարաք 4-րդ հանրապետության վրա։ Այդ եմ ասում, բայց դուք գումարում եք կրկին ասելով, որ ավելի շատ է։ Չէ, բայց նույն խնդիրը կա, չէ, ոչ էլ օրինակ մենք տեսել ենք եւ չենք էլ տեսնի իրանց կողմից դա աջակցություն, բայց մյուս խնդիրը իրանց քննադատությունները, մոտեցումները, այսինքն քննադատում են Փաշինյանին եւ մոտեցումների մեջ տրամագծերեն հակառակ են։ Հետևաբար ասել իրանք կողմ չեն, դեմ են, դες բան չես կարող ասես, դա մեկ, բայց ինչ եմ ասում, 4-րդ հանրապետությունը իրա ինչ որ մոտեցումն է, այսինքն դեմ է իրա քաղաքականությանը, գլոբալ իրեն, իր քաղաքականությանը, ավելին ասեմ, 4-րդ հանրապետության կոնցեպտ գոյություն չունի, 4-րդ հանրապետությունը ընդամենը մի հատ գեղեցիկ բանտիկ է, որը ինքը կապել է Ադրբեջանի զիջումների փաթեթի վրա։ Շատ բարի, բացասական կողմը գիտեք որն է, հաճախ տարբեր շերտերի մարդկանց հետ շփվելու, բիզնեսմեններ կլինեն, հասարակ մարդիկ կլինեն, վարորդներ կլինեն։ Ինձ մի բան են ասում, ինչի վրա ես շատ իհարկե զարմացած եմ, որքան էլ չեմ համակերպվում դրա հետ, բայց շատ բարձ բան են ասում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը առաջարկում է վատ թարագույն ծրագիր, վատ թարագույն, ավելի վատը չի եղել Հայաստանի նորաբան պատմության մեջ, բայց մյուսները որևէ այլ բան չեն առաջարկում։ Չէ, ոչ։ Այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վատ թարագույն ծրագիրը ավելի լավ է, քան մյուսների որևէ բան չներկայացրած։ Ոչ, մյուսները առաջարկում են այլ խնդիրներ։ Հիմքը դնել օրինակ մեր մասին ասեմ։ Քո ինքնությունը, քո արժեքային համակարգը, քո հավաքական ուժը եւ դրա վրա կառուցել քո քաղաքականությունը արտաքին հարաբերություններում ոչ թե խաղալ տարբեր աշխարհակական ուժերի հակասությունների վրա, պատռելով երկիրը, այլ այս տարածաշրջանում շահերի համադրության վրա։ Նույն Ադրբեջանի անսանց հզորացումը հասկանում եք, չէ՞ որ բոլորին ձեռնտու չի։
Թուրքիայի անսանց հզորացումը Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում եւ Աֆրիկայում բոլորին ձեռնտու չի։ Փոխանակ այն Նիկոլ Փաշինյանն ասում Ո՞ր է, է ասում բոլորին ձեռնտու չի։ ես եմ ասում։ Ինչպես բոլորին ձեռնտու։ Այսինքն բոլորին ձեռնտու է Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները 2 օր առաջ Թուրքիայի հետ ռազմավարական նոր հուշագիր ստորագրեց միջուկային էներգիայի համագործակցության մասը։ մասով։ Հասկացա։ Ինչը հարմար։ Կամ Ռուսաստանի Դաշնությունը նույն Թուրքիայի տարածքում մեծ ատոմակայան է կարող։ Արդեն 10 տարի հետո Ինչը չի համարվում։ դա նշանակում է իրանց շահերը համընկնում է։ Որոշ տեղեր համընկնում է, որոշ տեղեր չի Այսինքն, համընկնում։ որ Ռուսաստանը մինչև հիմա համագործակցային մրցակցական փոխգործակցություն ունի Թուրքիայի հետ։ Ինչը չի Այսինքն այն որ կարող է Թուրքիան թույլ չի տալի, թույլ չի տվել Ամերիկան ինժերլիկ բազան օգտագործել, դա ամերիկացիները այսքան երջանիկ են, Մյուս տեղեր ամերիկացիները շատ օքեյ են եղել Սիրիայում Թուրքիայի ակտիվ գործունեության մեջ։ բայց հեչ օքեյ չեն եղել, երբ թուրքերը սկսեն են խփել քրդերին, որոնք ամերիկացիների գործընկերներն էին Սիրիայում եւ Հետո շատ գոհ են եղել, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության Այսինքն, ազդեցությունը նվազել է։ Տեսակ ինչքան տեղեր է այսինքն, համընկնում, որ որոշ այո, այսինքն չի- բարևտուր է։ Ինչ արև։ Քաղաքական առևտուր։ Լավ, հասկացա, այսինքն խնդիրն ուրիշ է, դու ունես գործընկեր, բայց չի նշանակում բոլորը այնքան հզոր, պետք է ուրախ լինեն, որ նույն Թուրքիան այնքան հզորանա, որ թույլ չտա ինժերլիկ բազան Իսկ ինչու է օգտագործել։ Եվրոպան ունի Ամերիկայի Միացյալ ակասում։ Նահանգները թույլ է տալու, որ Թուրքիան այդքան հզորանա։ Կարող է գալիս է ինչ-որ մի հատ առաստաղ, որից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները Շատ լավ, այսինքն դու ստեղ ունես այնտեղ պոտենցիալ համագործակցության տեղ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Եվրոպան, Իրանը, Արաբական Հիմա Սուրիա, կարող է դու այդ Ռուսաստանը։ առաստաղներից մեկն ես, որպես Հայաստանի Հանրապետություն։ Որ ինչ Որ այդ առաստաղ մարզանեց։ դու առաստաղ ես, դրանից հետո Թուրքիան բախվում է Հայաստանի շահերին եւ Թուրքիան առաջ չի գնում։ Հիմա դա շահերի հակադրում է թե համադրում։ Թուրքիան բախվում է Հայաստանի շահերին եւ առաջ չի գնում։ Այո, Հիմա եթե դա գնում է։ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հիմա բայց գնում է։ որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին դեմ չէ։ Իսկ Ամերիկա Միացյալ Նահանգները իհարկե գերտեություն է, բայց դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն է որոշում Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունները, ՆԱՏՕ-ն է որոշում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են որոշում Թուրքիան ինչ անի, ինչ չանի։ Ոնց չի որոշում, եթե Հունաստանին բաժին են հասնում նորեֆերը եւ դրանից հետո հանկարծ թուրքերը էլ գիշերով չեն գալի հույներին հյուր։ Ոնց չի որոշում։ Հա, բայց F-35-ը նաեւ գնում է Թուրքիային։ Երեկվա պայմաններով։ Բայց նախ գնում է Հունաստանին։ Հասկացա։ Ճիշտ է, չի Բայց ես զսպում։ ինչ եմ ուզում ասեմ, դուք ասում եք բանակցությունները Կիպրոսի հարցով շարունակվում են, որովհետև կար հեգեմոն, բայց ասեմ բանակցությունները շարունակվում են, որովհետև այդ երկու հակամարտության կողմերը չեն տանում բախման՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Հիմա կա Ամերիկա-Թուրքիա հարաբերություն, Իրան, Թուրքիա, Եվրոպա, Ռուսաստան, կա Ադրբեջանի խնդիր, այդ երկրները ունեն միմյանց միջև տարբերություններ, բայց որոշ հարցերում վրացածք կա, չէ՞ մոտեցումների։ Այսինքն դուք վստահ եք, որ այդ բոլորի հակադրություններն է Նիկոլը Փաշինյան Հայաստանում ներդնում, ոչ թե համադրությունները։ Այո, առավել Օրինակ, քան։ երբ որ հակը առաջարկում է, երեք Լևոն Զուրաբյան ստատուս գրեց։ Ասեց բոլոր այն ուժերը, որոնք համաձայն են այս կոնցեպտի հետ, ես կանչում եմ համագործակցության։ Եկեք TRIP-ը եւ BRICS-ը համադրենք։ Ինչու չեք միանում։ Ախր դա շահերի համադրություն է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու չեք միանում հակին։ Նիկոլ ներողություն եմ խնդրում, TRIP-ի եւ BRICS-ի համադրումը դրան էլ գումար ենք Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ Ինչ է, ես երեք Լևոն Զուրաբյանի հետ իրեք զրուցել եմ, բայց այդ թեմայով չենք զրուցել։ Ինչու չեք զրուցում։ Շատ կարևոր Որովհետեւ առաջարկ է։ այլ թեմայով ենք զրուցել, լավ ենք արել, չենք ինչ նշանակում ինչ չեք Դե զրուցել։ բա կոչն էր, չէ՞, քաղաքական ուժերի Այդ չէ, դրա մասին չենք խոսել, այսինքն կոնկրետ եթե ինչ-որ բան լինի, մենք երբեք չենք ասել, այս սա հետ կխոսանք, սա հետ չենք խոսա։ Պետք լինի կհանդիպենք Հիմա խոսանք։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը համադրում է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության շահերը, տարածաշրջանի երկրների շահերը, Ռուսաստանի Դաշնությանը եւ ռազմաբազայով եւ սահմանապահներով Հայաստանի Հանրապետությունից դուրս չի անում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը զարմանալիորեն ասում է, մենք արդեն օքեյ ենք, մեր համար ամեն ինչ արդեն པարզ է, եւ ինչպես ադրբեջանցիներն են Կովսականից անցնում դեպի Նախիջևան, այնպես էլ հայերը պիտի Նախիջևանով գան դեպի Իրան, այսինքն դեսպանն է այդ վերջին հայտարարությունը։ Դեսպանի վերջին հայտարարությունը ասում է մենք ունենք դեռևս չպարզաբանված հարցեր։ Բայց ես հենց հիմա կարող եմ մեջբերում անել, եթե կարծում եք, Ես որ եմ իրան մեր ասում եմ մենք այդ միջանցքի հետ կապված ունենք դեռ որոշ հարցեր։ Բայց դրան զուգահեռ ասում է, որ մենք այդ մոտեցումը ընդունում ենք։ Որ մոտեցումը։ Հիմա կարդամ դեսպանի հայտարարությունը, որ ավելի པարզ լինի։ Եթե Ադրբեջանի քաղաքացիները կարող են անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, ապա Հայաստանի քաղաքացիները նույնպես պետք է հնարավորություն ունենան Նախիջևանի տարածքով անցնելու Իրան։ Ես կարծում եմ, որ սա դրական մոտեցում է։
Այո։ Ինչ է ասում Այսինքն մենք ինչ դեսպանը։ ենք, մենք ասում ենք ընդհանրապես բոլոր ճանապարհները պետք է ապաշրջափակվեն։ Իրանը կոնսենսուս ունի Ինչի՞ հետ հայկական այսպես կապված։ կոչված խաչմերուկի հարցում։ Ոչ, նշանակում է դու էլ պետք է օգտագոր, եթե դու ճանապարհ ես տալի ադրբեջանցիներին, ադրբեջանցիները քեզ Շատ պետք է լավ, Նիկոլ ճանապարհ տան։ Փաշինյանն էլ է այդպես ասում։ Ոչ։ Բա ինչ է ասում։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը չի էլ բացատրում այդ ճանապարհով հայերը կարող են երթևեկել, թե չէ։ Ոնց ասում է փոխադարձ առավելություններ։ Որը փոխադարձ առավելություն նշան, եթե դա լներ փոխադարձ գիտես երբ կներ փոխադարձ առավելություն, երբ բոլոր ճանապարհները միաժամանակ ապաշրջափակվեին նախ Իջևանով դեպի Ղազախ, հյուսիս դեպի Ռուսաստան, արևելք դեպի Կասպից ծով, ներքևից պետք է ապաշրջափակվեր, բայց ենթակառուցվածքային ծագերը, որը մենք տեսնում ենք, չկա տենց խնդիր։ Չկա երաս, սադարակ հատված չկա։ Մի րոպե, շատ բարի չի։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը դեռևս 22 թվին էր առաջարկել դա։ Ադրբեջանցիք մերժել էին։ Այս տարի հունվարին էր առաջարկել, ադրբեջանցիք մերժել են։ Այդ ճանապարհը դուրս է գալիս Մեղրիից, մտնում է Նախիջևան, այլ ճանապարհ չկա, որը Հայաստանին է միավորում։ Ինչ նշանակում համաձայն են դրա հետ։ Ավելին ասեմ։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ո՞նց համաձայն չեմ։ Այսինքն ուզում եք ասեք սադարակ երասկերն է ճանապարհ։ Ասածս այն է, որ ես որևէ բանի հետ համաձայն կամ անհամաձայն չեմ, ես տալիս եմ Չէ, հարցը։ Դավիթ, դու կարող ես համաձայն չլինեք նաև Նյուտոնի գրավիտացիայի օրենքի հետ, բայց ակնհայտ է, որ չկա սադարակ երասք երկաթգիծ։ Ակնհայտ է, որ Կարս, Ախուրիկ, Գյումրի երկաթգիծը թողած թուրքերը կառուցում են Կարս, այսինքն Իգդիր, Կարս, Արալիկ եւ Հիասքանչ։ Հիմա պարզում է, որ հայ հեղափոխական դաշնակցություն դեմ չէ, որ հայ-թուրքական սահմանը որքան հնարավոր է շուտ բացվի եւ երկաթգծերն էլ Հայկական դաշնակցությունը միշտ հայտարարել է, որ մենք պահանջում ենք ճանապարհի ապաշրջափակում, մենք պահանջում ենք հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների եւ հարաբերությունների հաստատումը երբեք չի կարող նշանակել բոլոր հարցերի լուծում։ Բա ինչպես էր խոչընդոտում Սերժ Սարգսյանը 2008 թվականին։ Որովհետեւ կային թուրքական նախապայմաններ։ Ամեն դեպքում են թուրքական նախապայմաններ լինելու։ Եվ դրա համար ենք մենք ասում- Խոսք գնում է 85 միլիոնանոց ՆԱՏՕ անդամ երկրի մասին։ Նախապայման նշանակում է քեզ պարտադրումա դու համաձայնվում ես, Այո, ոնց որ իրավունքները, նախկինում եք ով ասեց։ պարտադրում։ Հիմա մի պարզ բան։ Դուք քաղաքական պատասխանատվություն վերցնում եք ձեր վրա, Իհարկե։ այն բանի համար, որ 2008 թվականին եթե Սերժ Սարգսյանը իր բոլոր քաղաքականություններով Թուրքիայի նկատմամբ հաջող էր, մենք կարող է չունենային ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանություն, ոչ էլ 2020 թվականի դա- աղետ, որովհետև դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն հաստատված կլինեին։ Ոչ, չկա տես- Այսինքն դուք վստահ եք ի սկզբանե ունեցել եք կանխավարկած, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն հանգեցնելու պատերազմի կանխման։ Մենք ասել ենք, Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է լինեն թելադրանքի եւ նախապայմանների տեսքով։ Ինչպես Պարզ երկու երկիր միասին իրար դիվանագիտական հարաբերություններ են ինքը հաստատում։ համաձայն չէ ձեր հետ, ինքը մեծ է, անհամաձայն է ձեր հետ։ Այսինքն դու իր պարտադրանքի տակ ես մտնում։ Եթե ոչ իսկ պարտադրանք, այդ ուրեմն պարտադրանքի երկաթգիծ չի բացվելու, որովհետև Թուրքիան իր պահանջներով է առաջնորդվել, ոչ թե ձեր։ թուրքական երկաթգիծը փակվեց Քարվաճարի պատճառով, մի խառնեք իրականությունը։ Այսինքն դու ինչ ես ասում, երկու երկիր միասին նոտաներ են փոխանակում եւ բացում են իրանց սահմանները, դիվանագիտական Եթե հարաբերություններ իր ստացվում։ շահերից է բխում դա, պարոն Խաչատրյան, ոչ թե ձեր Իսկ իր շահերից։ շահերի կարմիր գիծը ո՞րն է։ Իր շահերի կարմիր գիծը իր բոլոր պահանջների բավարարում։ Այսինքն դուք գիտեք ինչ եք ասում, ասում եք իրանք պարտադրում են, դու պետքա գլուխդ Ոչ, կախնդրես։ ես դա չեմ ասում։ Խնդրում եմ ֆիքսեք։ Ես ասում եմ, որ դա Թուրքիայի քաղաքականությունն է, ես չեմ ասում, որ մենք այդպես պիտի անենք։ Թուրքիայի քաղաքականությունը պարտադրել, որ դու ինչ անես։ Ինչ ուզենա, էդ էլ պիտի Ուրեմն անես։ չպետք է լինի այդ հարաբերությունը։ Թուրքիան կարող է վաղ ուզենա, որ Դավիթ անունը փոխենք, Դավութ դնենք, Շատ բարի, Դավութ հաստատ Դավիթ անունը դա ոչ թուրքական է, ոչ հայկական է։ Գիտեմ, բայց իրավունք Դավութը ունենա մուսուլմանացված իհարկե իրավունք չունի։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, Թուրքիան կարող է վաղը պահանջի, որ ԶԱԳՍ-ում չգրանցեն նահարատանով տղաների։ Պարոն Խաչատրյան, դրա համար հարցը շատ հստակ է։ 2008 թվականին կար բացված դուռ, որով կարելի էր ամեն ինչ բանակցել։ Վերջնարդյունքում ինչպես ավարտվեցին 2008-ին սկսված արձանագրությունների Մենք բանակցությունները։ էինք ասում, Թուրքիան դա չի վավերացնի։ Մենք էլ իմաստ չունի գնանք միակողմանի զիջումների։ Այսինքն Վերջը Հայաստանը եղավ, հավերժ մնում է ապաշրջափակման մեջ։ Ասեք, այս ինչ որ թղթի վրա այսօր դրված է, շրջափակումը չի ճեղքում։ Ինչ է առաջարկում դաշնակցությունը, ստանալով առավելագույնը ապաշրջափակել Հայաստանը։ Այս ամենաառանցքային հարցն է, պարոն Խաչատրյան, որ մեր զրույցը լարված տոներով է անցնում, բայց բառի ամենադրական իմաստով ես շատ ուրախ եմ, որ եկել։ Ինչու, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ապաշրջափակման մասին, ճանապարհները բացելու մասին եւ չի հնչում դրան ռացիոնալ այլընտրանքային տարբերակ, հասարակությունը միակ եղածը ընդունում է որպես առանց այլընտրանքի տարբերակ։ Այլընտրանքային տարբերակը նախ տեքստին անդրադառնանք, լավ, տեքստին։ Նախ այդ տեքստը համատեղ 3 նախագահների հայտարարություն չէր,
ինչը որ իրանք անընդհատ շեշտում են, չէ՞։ Դա երկկողմ հայտարարություն է։ Թրամփը այնտեղ ուղղակի վկա է եղել, այսինքն սրանք խաբում են։ Հիմա մյուսը փոխադարձ առավելություն։ Ինչ է նշանակում փոխադարձ առավելություն։ Նույն Նիկոլ Փաշինյանը դեռևս 2001 թվականին ասում են միջանցք տանք փող աշխատենք։ Կարող է այդ փողն է, որովհետև բանականությունը պահանջում էր այնքան մանրամասնությամբ ինչ որ գրված է անխոչնդոտ անցում, այդ էլ պետք է լիներ Հայաստանը ստանում էր անխոչնդոտ անցում Ադրբեջանի տարածքով, բայց դա չկա։ Փոխադարձ առավելություն ուրիշ բան է, մեկը փող է ստանում, մյուսը ապրանք է ստանում, չի նշանակում բարտերը երկուսն էլ ապրանք են ստանում։ Առաջինը, երկրորդը, բոլոր ճանապարհները ինքնիշխանության սկզբունքով պետք է բացվեն, բոլորը, ինչի այսօր իշխանությունները չեն խոսում Իջևանով ճանապարհը բացելու վրա։ Մեր մոտեցումը դա բոլոր ճանապարհները ինքնիշխանության պահպանմամբ պետք է բացվեն, ոչ թե ընդհանրապես մի ճանապարհ, որը պարտադրում են Ադրբեջանը եւ Թուրքիան, այն էլ անխոչնդոտ անցումով։ Ինչ է նշանակում անխոչնդոտ անցում։ Այսինքն ճապոնացին, որը Բագրատաշենից մտնում է Հայաստան, պետք է բոլոր սահմանային եւ մաքսային պրոցեդուրաներով անցնի, ադրբեջանցին, որը մտնում է արևմուտքից, գալիս է նու Ադրբեջանի արևմուտքից, Հայաստանի արևելքից գալիս է Նախիջևանով Հայաստանի հարավ-արևմուտքով դուրս է գալիս Նախիջևան, պետք է անխոչնդոտ անցում ունենա։ Եվ ո՞րն է անխոչնդոտի սահմանումը։ Այն օրինակը, որտեղ որ բերես Նիկոլ Փաշինյանի իմ հարցին պատասխանելով, կեղծ եւ սուտ օրինակ էր։ Ինքն ասում է բոլորը Դուբայում եղել եք, չէ՞, այնտեղ մարդկանց հետ չես արել։ Հա, բայց ես հարցի նման 10 օր առաջ էի Դուբայից եկել։ Մեր երկու պետությունները ազատ վիզայի ռեժիմ ունեն եւ նշանակում է երկու երկրների անձնագրային բազաները գտնվում են երկու երկրների ձեռքում, դրա համար առանց վիզաների ռեժիմը կարող է երկու պետությունների։ Հա, բայց միևնույնն է, այնտեղ բանը սահմանապահ է։ Հայաստանն ու Ադրբեջանն էլ պիտի առանց վիզաների ռեժիմ ունենան, որպեսզի բազաները նախահայտնվեն, հետո դու այդ սարքերը օգտագործես եւ Դուբայում եղած բոլոր մարդիկ, ես հատուկ հեռուստադիտողների համար եմ ասում, եղած մարդիկ վստահաբար գիտեն, որ այդ սարքերը աշխատում են շատ հաճախ խափանումներով եւ 70% դեպքերում դու միևնույնն է անցնում ես սահմանապահի դեմքը տեսնել։ Խնդիրն ուրիշ է։ Անխոչնդոտ բառի խնդիրն է։ Unhindered բառի խնդիրն է։ Ես այսօր ունեմ առանց վիզայի իրավունք, օրինակ Արգենտինայի հետ։ Դա չի նշանակում, որ ես անխոչնդոտ եմ մտնում։ Իսկ իրենք ուրիշ ձև են բացատրում, ասում են, եթե այդ մարդ որևէ խնդիր չունի, ես խոչընդոտներ արհեստական իր համար չեմ ստեղծում, որտեղ ինքը Ադրբեջանի քաղաքացի է։ Անխոչնդոտ արհեստականը ո՞րն է։ Իսկ միգուցե դա գալիս է նրանից, որ Ալիևն ասել է ադրբեջանցիք չպետք է հայ երես տեսնեն, եւ Նիկոլ Փաշինյանն ասում է լավ հայ երես չես ուզում հայ ռոբոտ կտեսնես։ Հա, բայց խոշոր հաշվ չեն էլ թաքցնում, բան Խաչատրյան։ Իշխանությունը։ Ինչ անկեղծորեն։ Որևէ բան չի թաքցնում։ Ամեն ինչ է թաքցնում։ Ոչինչ չի թաքցնում։ Ամեն ինչն է։ Մինչև այսօր ասել է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, գնացել է այդ ճանապարհով։ Ասել է, որ անխոչնդոտ ճանապարհ է, տալու տվել է այդ անխոչնդոտ ճանապարհը։ Հասկացա, բայց ինքը իրենից առաջ ուրիշ ասողներ են եղել եւ դուք դրա մասին իմացել եք։ որ անխոչնդոտ ճանապարհ է տալու։ Իրենից առաջ այս սրա մասին խոսել է Ադրբեջանի նախագահ, ոչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դուք դրա մասին չեք իմացել։ Հա, իհարկե, դրա համար եմ ասում, ասկին իր ամբողջ քաղաքականությունը ադրբեջանական շահերը բավական ձեր համար բացահայտում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ի սկզբանե բաց թափանցիկ է։ Դուք ինձ հարցնում եք, որն է ձեր այլընտրանքը, ես ձեզ մեր այլընտրանքը։ Հիմա գալիս ենք ամենակարևորին ամփոփելով։ Ինքը առաջարկել է, այն ինչ որ հիմա տալիս է սեղանի վրա դրված, բացվում է հայ-թուրքական սահմանը, բանակցությունները վարվում են, քելեչը գալիս է Երևան, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ծառայության ղեկավարը մեկնում է Բաքու դելեգացիայով, թուրքերն ու ադրբեջանցիները գալիս են Երևանում ֆորումների են մասնակցում, ամեն ինչ գնում է դեպի խաղաղություն եւ ինքը ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևն էլ է ասում, որ մենք խոշոր հաշվով խաղաղության ենք գնում եւ այո Զանգեզուրի թրիփ անցնելու է Զանգեզուրի միջանցքով եւ ամեն ինչ լինելու է ֆանտաստիկ։ Թրիփ անցնել Զանգեզուրի միջանցքով, այլ ոչ թե Հայաստան։ Հետ եմ ասում։ Դա էլ մյուս խնդիրն է գալի։ Հիմա տեսեք ձեր հարցերի պատասխան։ Այստեղ Կլաուզևիցի հայտնի խոսքը կա, ասում է նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որ առանց դիմադրության գրավի քո երկիրը։ Ալիևը խոսում է խաղաղության մասին, որ առանց դիմադրության գրավի մեր երկիրը։ Եվ դու խոսում ես նվաճողի դեմ, չի նշանակում դու խոսում ես խաղաղության դեմ։ Դա այդ են հիմնական հոգեբանական վարքագծային բլեֆն է, որ Նիկոլ Փաշինյանն անում է։ Դուք ասում եք մեր այլընտրանքի մասին, նախ թուրքական ճանապարհը կբացվի, ով ասես կբացվի։ 21 թվից էին ասում, թե հեսա կբացվի։ Երրորդ երկրի քաղաքացիների համար։ Նախ ինչի պետքա դու շահագրգռվածնես, որ Զիմբաբվեցին անցնի այդ սահմանով, բայց քեզ արկել են։ Դա մեկ, այսինքն չփորձենք դա խառնել բանի հետ, բեռնափոխադրումների հետ։
խոսքը գնում է անցման մասին, մարդկանց մասին։ Մեր մոտեցումը Հայաստանի շրջափակումը կարող է ճեղքվի, պետք է ճեղքվի։ Հայաստանը պետք է ստանա անցման բաց իրավունք Ադրբեջանով, ճիշտ ոնց որ Վրաստանով, ոնց որ Իրանով։ Այո, պետք է Հայաստանը տա նույն իրավունքը Ադրբեջանին։ Պիտի լավ է հնչում, բայց ինչպես։ Դա քո երկրի քաղաքականությունը պետք է, դու պետք է դնես նպատակը։ Ինքը համաձայն չէ, փակեն մնում սահմանները։ Այսինքն ինքը ով համաձայն չէ։ Ադրբեջանը։ Դա իրավիճակը։ Եթե համաձայն չի, Իսկ շարունակում եթե ենք գնալ այնպես, Ադրբեջանը, իսկ եթե Ադրբեջանը վաղը համաձայն չլինի, որ քո երկիրը Հայաստան կոչվի, այլ ոչ թե Արմենիստան, եւ ասի, եթե դու դա չանես, ճանապարհը փակ դիլնեն, պետքա զիջես, ո՞րն է այն կարմիր գիծը զիջումների։ Ո՞րն է։ Դաշնակցությունը հստակորեն կարմիր գծեր ունի, նշած թե ոչ։ Իհարկե ունի դաշնակցությունը կարմիր Որոնք գիծեր։ երեք կարմիր գիծներ։ Այս խնդիրը, այս հարցում, լավ, եթե խոսքը գնում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ 3 կարմիր գիծ գլոբալ առումով քաղաքական առաջնահերթությունների մեջ, որ Հայաստանը եթե զիջեց, դա արդեն ծայրահեղ գործողությունների Հայաստանը պետք է լինի անկախ, ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հայաստանցիների մասում, որտեղ հայեր եւ ազգային փոքրամասն, այլև համայն հայության հայրենիքն է, դաշնակ Հայաստանը պետք է պաշտպանի հայերին ամբողջ աշխարհում։ Հա որտեղ է Նիկոլ Փաշինյանը հակառակը ասում։ Նիկոլ Փաշինյանն ասում է սա, վերջ, ես մենակ հայաստանցիների համար ինքնիշխանություն, անկախություն, տարածքային ամբողջականություն, նույն բառերն է ասում, որ դաշնակցություն։ Հրաշք, հայաստանցիները եւ հայերը տարբեր են, դա մեկ, երկրորդ ինքն ասում է Համազգային փոքրամասնություններ էլ կան, ասում է բոլոր հայաստանցիների Հասկացա, Պամիր Ասորի եղբայրները, եզդի եղբայրները, քուրդ եղբայրները, մալականները, որոնք այստեղ ապրում են։ Մալականները կրոն ազգ չի։ Ազգային փոքրամասնություն չեն մալականների ներկայացուցիչները։ Ռուսներն են այդ Հե, ազգային փոքրամասնություն չի։ Հասկացա, այսքան ռուսա մալական լինի, ստարավեր լինի, ի՞նչ կարևորություն։ Փոքրամասնությունը ամեն Հասկացա կրոնական ոչ թե ազգը բան։ Դուք կրոնը բերեցիք որպես ազգային փոքրամասնություն։ Ասածս ինքն ասում է Հայաստանցիներ, մենք ասում ենք ոչ միայն հայաստանցիներ, այլ նաև հայեր։ Ինքն ասում է, չէ, Ղարաբաղցի հայերի համար ինչի պետք է իրանց շահերը պաշտպանեմ։ Ինչի էս պետք է գնամ Բաքվի բանտում նստած լիբանանցի հայ շահը պաշտպանեմ։ Մյուս խնդիրը ասում է տարածքային ամբողջականություն։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանված է։ Նիկոլ Փաշինյան, հա։ Ես Ասկա որ ադրբեջանցի հա կամ չէ տեսակ իմ հայացքի մեջ։ Ասկա ադրբեջանցիք նստած են Հայաստանում, չէ, որ ասում եք տարբերությունն եմ ասում։ Չէ, իհարկե իրենք են խոստովանում, որ 240 կիլոմետր գտնում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց դրան զուգահեռ նաև ասում են, որ մենք էլ 140 կիլոմետր իրենց տարածքներից ունենք։ Որտեղ 140։ Չգիտեմ, Ալեն Սիմոնյանից է պետք հարցնել, դուք ավելի հաճախ եք շփվում։ Ես պետք է մի հատ խնդրեմ, որ ձեր հետ գաք իրան գաստեղ մի հատ ասի։ Պարտադիր Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես մեր Գրիգորյանից հարցում եմ ուղարկել ադրբեջանցի Հայաստանից երբ եւ ինչքան եւ որտեղ են տարած գրավել։ Ինքը ինձ մի հատ ազատության հոդված է ուղարկում եւ չի ասում ինչքան են գրավել եւ երբ են գրավել։ Հասկանում իրանք խոսում են տարածքային ամբողջականության մասին, բայց դա չեն կարողանում ապահովել։ Ասում են սահմանազատման արդյունքում թուրքերը դուրս կգան։ Սահմանազատումը սահմանի ճշգրտման խնդիր է, լավ, ծառը սեն շրջանցի, թե նեն շրջանցի։ Դες գիտեք ինչու են շատ անգամ մեղադրում։ Վստահ եմ հաճախ հանդիպել եք։ Դուք ճանաչում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն։ Հայաստանի Հանրապետությունը։ Ձեզ են միշտ հարցնում։ Մենք միշտ ճանաչել ենք։ Մենք միշտ դա ասել ենք։ Ավելին ես ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանն ասում էր, բա որ չէիք ճանաչում, ինչի եք ընդունել վարչատարածքային բաժանման մասին օրենք, հիմա ասում է դուք չէիք ճանաչում, ես եմ ճանաչել։ Լիքը բազմաթիվ մարդկանց բազմաթիվ հարցեր են տալիս, բայց մենք երբեք չենք ասել սա չի, մենք ասել ենք հայ ժողովուրդը ունի անօտարելի, անժամանցելի իրավունքներ։ Արցախի ժողովուրդը ունի իր քաղաքական ճակատագիրը վճռելու, որոշելու իրավունք։ Արցախի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի զիջել իրավունքներ։ Հասկանում եք տարբերությունը ինչու՞մ է։ Ամփոփելով պարոն Խաչատրյան, ես գիտեմ, որ ձեր ժամանակը ամեն դեպքում սահմանափակ է, մենք ժամանակը ասում եմ առաջնահերթությունների խնդիր է, ես պետք է 10 րոպե առաջ վերջացած լինեինք։ Եվ դաշնակցությունն է հեղափոխական։ Այո։ Եվ քաղաքացիական պայմանագիրն է հեղափոխական։ Երբ շատ հաճախ ուսումնասիրում ես դեպ, մենք պատմության դասերի իհարկե չենք սովորում ոչ մի կերպ, շատ նմանություններ եմ գտնում երկու կուսակցությունների մեջ։ Ազնվորեն։ Հետո հայաց գնալով 1918 թվական, երբ մեր առաջին հանրապետությունը ընդամենը 2 տարվա մի քիչ ավել կյանք ունեցավ, եւ գործողությունները, որոնք ձևավորվեցին դրանից հետո այդ նաև իշխանական այն ժամանակ իշխանական հայ իշխող կուսակցության դաշնակցության ձեռամբ եւ այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո
Այն ժամանակ մենք կորցրեցինք առաջին հանրապետությունը, գնացինք երկրորդ հանրապետության, խորհրդայնացվեց Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը խոշոր հաշվով նույնն է անում։ Ինքը ասում է, եթե մենք հասկանում ենք, որ ծեծ են կերել Թուրքերից, ու մենք հասկանում ենք, որ իրենք ավելի ուժեղ են, այդ դեպքում պետք է կնքել նոյեմբերի 9-ը Ալեքսանդրապոլ, հետո ամրագրել դա Մոսկվայի պայմանագրով եւ հաշվի առնել, որ հզոր Թուրքի հետ ամեն դեպքում պետք է հաշվի նստել։ Հիմա նույնը չի գաղափարական։ Նմանության մասին որ խոսում եք, ոնց ասեք դու Նիկոլ Փաշինյանն իրար նման եք, որտեղ երկուսն էլ ունեք երկու ոտք։ Չէ։ Նախ դաշնակցությունը 500 տարվա Կիլիկյան Հայաստանն եմ համարում աստ։ 500 տարվա ընդմիջումից հետո 0-ից ստեղծեց պետություն։ Այդ պետության սահմանները առաջին անգամ ֆիքսվեցին Բաթումում, չէ՞, մոտ 12000 քառակուսի կիլոմետր։ Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետությունը հանձնեց բոլշևիկներին, հրաժարվեց իշխանությունից, սխալ ասած, հանձնեց իշխանությունը, ունենալով մոտ 30000 քառակուսի կիլոմետր։ Ես չեմ խոսում, որ դրանից բացի կար նաև Վիլսոնի իրավարար վճիռ եւ այլն։ Փաստացի այդքան ինքնիշխան տարածք հանձնեց։ Նիկոլ Փաշինյանը եկավ ֆիքսենք էլի։ Դաշնակցական իշխանությունները քանի 1000 քառակուսի կիլոմետրով են հանձնել իշխանությունը բոլշևիկներին, եւս մեկ անգամ 30000-ի կարգի, մոտ, դա կարող է 2000-ը պես կոմենք, բայց ամենայն դեպս այդ պայմանագրով Հայաստանի փաստացի իշխանությունը, որտեղ կար, որտեղ հայը անխոչնդոտ գնում գալիս է, այդքան էր։ Իսկն Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը կնքվեց, որպեսզի կանխվի թուրքերի մուտքը Հայաստան մինչև բոլշևիկները Իջևանից Չէ, բայց դրանից առաջել Արևմտյան Հայաստան հանձնվեց, չէ՞։ Չմոռանանք։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Արևելյան Հայաստանի վրա։ Այս 12000 քառակուսի կիլոմետր Չէ, բայց ինչքան էլ հանձնեց Արևմտյան Հայաստան։ Ազատություն Հայաստանը հանձնվեց Ինչ արկածախնդրության շնորհիվ հանձնվեց ամբողջ Արևմտյան Հայաստանի վրա հայկական իշխանությունն եղավ։ Ովքեր են, ում զորքն է կանգնած եղել Արևմտյան Հայաստանում։ Վանում ովքեր են կանգնած եղել։ Ռուսական կայսրության զորքերը։ Բա հայկական զորքերը ինչ բան էին, չկային մենակ ռուսական կայսրության։ Կամավորական հայկական գնդեր էին։ Իսկ որ ուժներ, որ ուներ ամենաշատ իշխանությունը Արևելյան Հայաստանում այդ պահին եւ կարող էր կազմակերպել ինքնապաշտպանություն Արևմտյան։ Դու բանակ չես ունեցել այնտեղ։ Իսկ կանոնավոր բանակով պիտի ստեղծեր, եթե հիմնադիր կուսակցությունն է առաջին։ Հիմնադիր կուսակցությունը ստեղծեց հիմնադիր բանակ, որը պարտվեց եւ հանձնեց իշխանությունը բոլշևիկներին։ Այո, բայց ստեղծվեց ավելի քիչ, չէ՞։ Ստեղծվեց տարածքով, դա երկու մաս կա։ Ստեղծեց պետություն եւ հանձնեց պետություն, ստեղծվեց փոքր տարածքի վրա ավելի մեծ տարածքով հանձնվեց։ Հանձնվեց Արցախը, ստեղծվեց 4-րդ հանրապետություն, 4-րդ հանրապետությունն էլ չգիտենք, խորհրդայնացվի թե կդառնա միութենական պետություն դեռ չի ստեղծել, 4-րդ հանրապետությունները չեք տեսնում, 4-րդ հանրապետությունը կստեղծվի թե չէ, ես չգիտեմ։ Ես հույս ունեմ չէ, որտեղ 4-րդ հանրապետությունը դա վարչական միավոր է Ադրբեջանին վասալ, այն պատկերացումը, որ ունի Նիկոլ Փաշինյանը։ Ստեղծվեց Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանություն եւ կար փաստացի 42000 քառակուսի կիլոմետր, որտեղ ինքը անխոչնդոտ կարող է գնալ։ Իրա օրոք այդ 12000-ը հանձնվեց, պլյուս Հայաստանի տարածքով 250 քառակուսի կիլոմետր։ Դա առաջինը, հասկան ինքը տարածք փոքրացեց, մենք մեծացրեցինք։ Եվ երկրորդը, երբ դաշնակցությունը տեսավ, որ ստեղծված պայմաններում կան բոլշևիկներ, կան քեմալականներ, չարյաց փոքրաձյունը բոլշևիկներն են, ինքը իշխանությունը հանձնեց։ Իշխանությունը հանձնեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հանձնեց։ Դա ասեցի։ Դե ինչ կա, ինչպես կարելի է նոր ստեղծված պետության իշխանությունը հանձնել այլ օտար պետության։ Ինչպես է դա հանձնվել Լեգրանին է հանձնվել։ Այսինքն բոլշևիկներին է հանձնվել։ Այդ նույնն է, ես իշխանությունը չեմ տվել Նիկոլ Փաշինյանին, ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, այդ նույն տրամաբանությունն է։ Այդ տրամաբանության ուղիղ Նիկոլ Փաշինյանին չեմ տվել։ Տրամաբանության մասին ես չխոսամ, այնտեղ ուրիշներին հարցրեք։ Դաշնակցությունը ստեղծված պայմաններում ասեց ստեղծվել է ճգնաժամ եւ ինքը զիջեց իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը պատրաստատանի նորանոր զիջումների մենակ իր իշխանությունը պահի։ Հարց չի առաջանում ինչպես են մարդիկ գնում ընտրում, պարոն Խաչատրյան։ Հարց չի առաջանում ինչպես են մարդիկ գնում եւ ընտրում Նիկոլ Փաշինյանին։ Այս վերլուծվել է, այո, իհարկե վերհանենք։ Վերհանել եք հիմնական խնդիրը ինչպես են մարդիկ ընտրում։ Դե ասեք։ Այս արդեն վերջին հարց, 4-րդ վերջին հարցը։ Քանի վերջին հարց կա, դա էլ ասեք։ Այս վերջինն է։ Այս հաստատ էս վերջինն է։ Առաջի խնդիրը։ Այո, եղել է պատերազմ։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ ասեց վերջ, ժողովրդին խաբեց, խոստացավ Շուշիի եւ
Հադրութի դեօկուպացիա, խոստացավ Արցախի հակամարտության կարգավորում անջատում հանուն փրկության, խոստացավ հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների շարունակություն, խաբեց ժողովրդին, օգտագործեց իր բոլոր լծակները, սպառնաց Ադրբեջանով, եկավ իշխանության, սա է իրականություն։ Բա այսքանից հետո հասարակությունը հասկացել ես դες ամենը։ Այն որ վերջի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները ավելի քիչ են, քան Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, անկախ նրանից, որ իրանք իրար մեջ ունեն տարբերություն, նշանակում է հասարակությունը ավելի շատ նախընտրում է այլոց, քան թե Նիկոլ Փաշինյանին։ Այդ այլոց մեջ կան բաժանարար գծեր, իհարկե կան բաժանարար գծեր, բայց նրանց միավորում է այն, որ իրենք բացառում են Նիկոլ Փաշինյանին։ Սա էլ հասարակության Քաղաքական ծրագիրն է։ Սա արդեն դարձավ 5-րդ Չէ, վերջը։ սա Քաղաքական ծրագիրը իմ եզրակացությունն էր։ Սա քաղաքական ծրագիրն է, որ բոլոր ընդդիմադիրները վերջի վանկի վրա հարց դրեցիք։ Դա քաղաքական ծրագիր չի։ Դա այն, որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանին մարդիկ այսօր ավելի շատ աջակցում, ասում են ոչ։ Այսօր Նիկոլ Փաշինյանին աջակցողների թիվը գլոբալ առումով ավելի քիչ է, քան թե Նիկոլ Փաշինյանին չաջակցողների թիվը։ Քաղաքական ծրագրի մասին փորձում էինք խոսել, կրկնում եմ, քաղաքական ծրագիրը Հայաստանը հայկական ինքնության վրա ստեղծված պետություն պիտի լինի, nation state, որտեղ պետք է հարգվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները, որ հանկարծ չպիտակավորեք, թե սա ֆաշիստական գաղափարախոսություն է։ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը պետք է ապահովվի, այլ ոչ թե ոստիկանական բյուջեն պահես, պաշտպանական բյուջեն գցես, որտեղ Ադրբեջանը դա պահանջում է։ Հայաստանը պետք է ունենա դաշնակցային հարաբերություններ տարածաշրջանում խոսք ունեցող պետությունների հետ։ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի ներառական, ոչ թե պետք է լինեն մարդիկ, ովքեր քշում են մի փոքր խումբ Rolls-Royce, իսկ մեծամասնությունը 150 դրամ չունենալու պատճառով գերադասում է ոտով ինչ-որ ճանապարհ անցնել եւ իրան չի հետաքրքրում մսի գնի թանկացումները, որովհետեւ ինքը հացի եւ կաթի խնդիր ունի։ Շարունակեմ։ Առաքելական եկեղեցին պետք է ունենա առանձնաշնորհյալ իրավունքներ եւ որևէ մեկը իրավունք չունի քիթը խոթի հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու արծերում։ Արցախի ժողովուրդը ունի վերադարձի եւ ինքնորոշման քաղաքական իրավունքները պաշտպանելու իրավունք։ Շարունակեմ էլի ծրագիրը։ Խոչետրյան, ինձ շատ կարևոր է որ դուք այդ ծրագիրը ներկայացնեք, որովհետև առաջին անգամ ես զազնիվ եմ ասում։ Ես վերջին 3-3.5 տարին ակտիվորեն զբաղվում եմ քաղաքական մեկնաբանությամբ։ Առաջին անգամ ես հերթականությամբ Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության ներկայացուցիչի կողմից լսում քաղաքական ծրագրի կոնկրետ դրույթներ։ Շատ կոնկրետ։ Սրանք քննադատություններ չեն միմյանց հասցեին։ Ես բազմաթիվ փաստաթղթեր եմ կարդում, ուսումնասիրում կուսակցությունների պատմությունները, դրանց քաղաքականությունները, բայց վստահ եմ, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները ռազմավարական կոմունիկացիաների լրջագույն խնդիր ունեն։ Եվ սա յուրաքանչյուր կուսակցության, այդ թվում նաև իշխող կուսակցությունների դեմ։ Եվ սա ամենամեծ հարցն է, որովհետև այդ այլընտրանքը հստակ դրույթներով պիտի ընկալի լինի Նիկոլ Փաշինյանը դնում է 4-րդ հանրապետության իր հռչակագրի տեքստը, որտեղ կետ առ կետ լավ, վատ, հստակ ասում է ինքը ինչ է պատկերացնում։ Մյուսների պարագայում պատկերացումների մասով հասարակությունի շատ լեղոզված պատկերացում, որտեղ կա տպավորություն, որ ընդդիմադիր կուսակցությունների միակ անելիքը Նիկոլ Փաշինյանին փնովելն է, նրան քննադատելը, նրան սուր հարցել ազգային ժողովում տալը եւ փորձել ամեն կերպ քոքից մաշացնել, պայմանական։ Ես ասեմ, որ այո, իհարկե, անսխալական մարդ չկա, ով անսխալ է թող կամերան գցի վրաս։ Թանկ տեխնիկա է խնդրում։ Ես կբռնեմ եւ կվերադարձնեմ ձեզ, որտեղ մյուս տարբերակը ջուրն էր, որ ես հույս ունեմ հեսա կխմեմ։ Մենք այո, անսխալական մարդ գոյություն չունի։ Այո, մենք մեր սխալների վերլուծում ենք։ Դրանից հետևություններ ենք անում, ներկայացնում ենք։ Մեր շփումները թե մամուլում պետք է ընդունենք, որ ամենամեծն են։ Մենք հանրության հետ հանդիպում ենք միշտ, մեկ առ մեկ զրույցներ, համանքային հանդիպումներ, կազմակերպությունների հետ հանդիպումներ ներկայացնելու մեր մոտեցումները, որպեսզի այն թյուր պատկերացումը, որը ստեղծված է, այն սուտը, որը գալիս է իշխանության կողմից վերահսկվող, նաև
հանրային հեռուստաընկերությունից, որ հանրայինը չնեղանա, ես եւի 6 ամիս լուրերը չէին նայում։ Որոշակի հատված չէին նայում։ Այն որ նայում եմ, էլի ասում են 3 նախագահների, 3 ղեկավարների եռակողմ հայտարարությունը, ինչքան կարելի է ասել։ Ինչքան կարելի է այդ մարդկանց գլուխը բան։ Իրանք ոչ թե չեն հասկանում, այլ խաբում են։ Լավ, ամեն դեպքում, որպեսզի այդ սուտը եւ կեղծիքը կարողանանք ցրել։ Ազգային ժողովում, եթե հետևում եք, վստահաբար կարող եք ասել։ Մենք ոչ միայն ասում ենք սա վատ է, այլ ասում ենք ճիշտ մոտեցումը սա է, որպեսզի չլինի մենակ ցեղ շպրտել։ Մի քննադատես եւ այլընտրանքը առաջարկես։ Եվ ես ուրախ եմ, որ դուք իմ առաջարկած այլընտրանքը ընդունեցիք առնվազն ի գիտություն։ Իհարկե, Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալ էի Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Քիչ անց շարունակելու ենք եթերը այլ կարևոր թեմաների շուրջ։